Ազգային ժողովում այսօր շարունակվեց 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը եւ ընտրվեց խորհրդարանի նախագահի 3-րդ տեղակալ այդ պաշտոնի համար ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 53-ը։ Քվեատուփում արկա էր 53 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայների քանակը բաշխվել է հետևյալ կերպ. Արամ Վարդևանյան կողմ 53 դեմ 0։ Շնորհավորում եմ, պարոն Վարդևանյան։ Այսպիսով, պարոն Վարդևանյանն ընտրվեց ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Շնորհավորում ենք, պարոն Վարդևանյան, համեցեք։ Վարդևանյանի ընտրության հարցում վճռորոշ եղան քաղաքացիական պայմանագրի ձայները։ Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը մինչև փակ գաղտնի քվեարկությունը հայտարարեց, որ կապահով են բավարար թվով ձայներ, որպեսզի ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվի Արամ Վարդևանյանը։ Իսկ ավելի ուշ արդեն բացատրեց, չէին ցանկանում, որպեսզի ազգային ժողովի աշխատանքը տապալվի եւ հենց այդ պատճառով ձայների անհրաժեշտ քանակը ապահովեցին։ Անձը ինչ կարևոր է, երբ խմբակցությունը ունի որոշում, բավարար չափով ձայներ ապահովել։ Այսինքն 13-ը կայանալու, այո, 53 ձայն է պետք ընտրվելու համար, որից պակասում է իրենց 13 ձայնը։ Այդ թվում նաև Արթուր Սարգսյանի բացակայությունն ենք հաշվի առել։ Արամ Վարդևանյանի գնահատմամբ իրեն ձայները անհրաժեշտ իշխող քաղաքացիական պայմանագիրը տվեց, որպեսզի ընտրվի, ելնելով սահմանադրաիրավական կարգավորումներից եւ ընթացակարգերից։ Դա նաև պարտականություն է ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված պաշտոնների, լինի ազգային ժողովի նախագահի տեղակալը, թե մշտական հանձնաժողովների նախագահների մասով, սահմանադրական դատանի որոշման էությունը դրանում է։ Իդեպ 2023 թվականի որոշման մասին եմ ասում։ Հետո արդեն падգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովներ ստեղծելու ազգային ժողովի որոշման նախագիծը, որը ներկայացրեց քաղաքացիական պայմանագրից Արուսյակ Ջուլհակյանը, ըստ էության նույն թվով եւ նույն անվանումներով հանձնաժողովներ ստեղծվեցին, միայն փոխվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անվանումը, դարձավ աշխատանքի եւ բարեկեցության մշտական հանձնաժողով, մնացած հանձնաժողովների անվանումները ու նաեւ թիվը նույնը մնաց, որոշման նախագծին կողմ քվեարկեց միայն քաղաքացիական պայմանագիրը, ընդդիմությունը ձեռնպահ էր։ Կողմ 60 դեմ 0 ձեռնպահ 15 որոշումն ընդունվել է։ Հետո արդեն падգամավորները քննարկեցին էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը ներկայացրեց կրկին քաղաքացիական պայմանագրից Արուսյակ Ջուլհակյանը, նախորդ խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չկար, այս անգամ նախաձեռնությամբ հանդես եկան падգամավորները, որոշեցին, որ խորհրդարանում պետք է լինի ժամանակավոր հանձնաժողով, այն կունենա 10 անդամ, 5-ը քաղաքացիական պայմանագրից, 5-ը ընդդիմադիր խմբակցություններից, 2 խմբակցությունից, այստեղ հավասար քանակով են ձայները լինելու, նախագահելու է առաջին 6 ամսում իշխանական թեկնածուն, հետո արդեն ռոտացիոն կարգով փոխվելու է եւ նախագահությունը անցնելու է ընդդիմությանը, եթե որևէ հարց էթիկայի հանձնաժողով հասնի, ապա եւ ձայները հավասար քանակով բաշխվեն, ապա այստեղ վճռորոշ կլինի հանձնաժողովի նախագահի ձայնը, այս նախագծին ընդդիմադիր 2 խմբակցությունները եւս կողմ քվեարկեցին եւ ըստ էության այս խորհրդարանում կգործի նաեւ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով։ Քվեարկության է դրվում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացրած падգամավորական էթիկային առնչվող հարցերով ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն Կողմ 92 դեմ 0 ձեռնպահ 0 որոշումն ընդունվել է։ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմանը ակտիվ էր հատկապես ընդդիմադիր падգամավորներից Էդգար Ղազարյանը։ Ինձ հետաքրքիր առհասարակ ձեր վերաբերմունքը էթիկայի հանձնաժողովի ինստիտուտի նկատմամբ։ Ասենք օրինակ այն դեպքում, երբ որ ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացու վրա, կամ հայհոյում է անհետ կորած ծնծառայողների ծնողների բողոքի ակցիայի մասնակից։ Նման դեպքերը հիմք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ թվում եւ այն դեպքերի հետ կապված, երբ օրինակ ազգային ժողովի падգամավորը դիմում միայն 2 խմբակցությունների падգամավորներին պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով։ Էդգար Ղազարյանը երբ ելույթ է ունենում, ըստ էության քաղաքացիական պայմանագրի անունը չի հնչեցնում եւ ուղիղ ասում է, որ դիմում է ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների անդամներին։
Այս հարցու պատասխանից հետո արդեն խմբակցության ղեկավարները 12 հանձնաժողովներից ընտրեցին այն հանձնաժողովները, որոնցում պատրաստվում են նախագահների թեկնածուներ առաջադրել, բաժանվեց հանձնաժողովները ըստ կարգավորումների եւ 8 հանձնաժողովը կղեկավարի քաղաքացիական պայմանագիրը, 4-ը անցավ ընդդիմությանը։ Առաջին երկուսի իրավունքը պատկանում էր քաղաքացիական պայմանագրին, նրանք ըստ էության ընտրեցին պաշտպանության, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները, արտաքին հարաբերությունները, տնտեսականը, կրթությունը, առողջապահությունը, աշխատանքի եւ բարեկեցության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները։ Ուժեղ Հայաստանը ընտրեց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, տարածքային կառավարման, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովները։ Ուժեղ Հայաստանը ընտրում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ Հետաքրքիր ընտրություններ, պարոն Կարապետյան։ Որ Եվրոպայից երկու կարևոր բան պետք է մենք ստանանք։ Առաջինը տնտեսական առևտրաշրջանառություն, առևտրաշրջանառության աճ, որ համեմատելի գոնե լինի Եվրասիականի հետ։ Եվ երկրորդը ինստիտուտներ, օրինակ դատական համակարգ, օրինակ քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Այդ ուղղությամբ կտեսնեք ինչ աշխատանք կտանենք մենք։ Դուք կտեսնեք, որ անցած 5 տարիների ընթացքում մի քանի տարին երևի հնարավոր է ընդհանուր ասում են 1 բան է եղել, նիստ է եղել։ Իսկ ակտիվությունը մենք պետք է ցույց տանք, ինչպես է այդ աշխատանքը տեղի ունենում։ Այսինքն մենք պետք է ինստիտուտների հետ կապված Եվրոպայի կարողանանք տեղայնացնենք այստեղ եւ առևտրաշրջանառության վրա աշխատենք։ Իսկ մի հանձնաժողով էլ բաժին հասավ Հայաստան խմբակցությանը, այստեղ Հայաստան խմբակցությունն էլ որոշեց ընտրել մարդու իրավունքների հանձնաժողովը։ Հանձնաժողովների բաշխումից հետո արդեն падգամավորները սկսեցին քննարկել տվյալ հանձնաժողովներում իրենց առաջադրած թեկնածուներին։ Առաջինը քաղաքացիական պայմանագիրը ներկայացրեց պաշտպանության հանձնաժողովում իր առաջադրած թեկնածուին Վիլեն Գաբրելյանին, նա հանդես եկավ ելույթով, հետո արդեն պատասխանեց падգամավորների հարցերին, բոլոր հանձնաժողովների թեկնածուները կքննարկվեն, հետո արդեն տեղի կունենա գաղտնի քվեարկություն, կընտրեն Հայաստան խմբակցության եւ Ուժեղ Հայաստանի թեկնածուներին քաղաքացիական պայմանագրից, թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ։ Շնորհակալություն, պարոն Գաբրելյան, հարցերն ավարտվեցին։